Գերմանիան շատ ուրախ ենք Հայաստանի հետաքրքրվածությամբ Եվրամիության, Եվրոպայի նկատմամբ եւ գիտենք, որ շատ մեծ համարձակություն է պահանջակցում երկար հազարամյա, ուրեմն երկար տարիներ այս կախվածությունները հաղթահարելու, վերակողմնորոշվելու, անվտանգության, տնտեսական կապվածությունների ոլորտում այս կապվածությունները հաղթահարելու եւ բայց նաեւ անցած տարիների արտահայտությունները հաղթահարելու համար շատ դժվար է։ Եվ մենք հուսով ենք, որ Հայաստանը կհաջողի այս ճանապարհով եւ ուրախ ենք, որ Եվրամիության մեջ շատ հնարավորություններ կան նման աջակցության համար գերմանական կողմից, որպեսզի Հայաստանը մերձենա եւ այդ հնարավորությունների մասին հանրապետական նախագահում ենք խոսեցինք եւ մենք նախկինում արել ենք դա այժմ էլ բայց նաեւ դա արել ենք Եվրամիության դիտորդական առաքելության ուրեմն ստեղծման ուղղությամբ, որպեսզի Հայաստանի սահմաններն ավելի ապահով դառնան եւ դա շատ տպավորիչ եւ քաջալերող է Հայաստանում լսել, թե ինչպիսի դեր ունի այդ քաղաքացիական դիտորդական առավելությունը Եվրամիությունից հատկապես սահմանային համայնքներում բնակվող բնակիչների համար առաքելության ներկայությունը լրացուցիչ ապահովության զգացում է ստեղծում եւ վաղը առիթ կունենամ այդ երկուսի անունից շնորհակալություն կհայտնեմ առաքելության անդամներից։ Իհարկե խաղաղության գործընթացը մեր հանդիպման ընթացքում նաև կարևոր դեր է կատարել Հայաստանի եւ իր հարևան Ադրբեջանի միջև վարվող խաղաղության բանակցությունները, որոնք մարդկանց համար այստեղ շատ կարևոր նշանակություն ունեն Գերմանիայում եւ Եվրոպայում շատ մեծ հետաքրքրություն ունենք, որպեսզի կայունություն տիրի այս տարածաշրջանում Հարավային Կովկասում։ Ողջույն կարող ենք նախագահ ասել, որ վերջին շաբաթների եւ ամիսների ընթացքում այստեղ առաջընթաց է գրանցվել, որը տպավորիչ է։ Ես երկու կողմերին շնորհավորում եմ համաձայնության համար։ Մարտին արդեն համաձայնեցված կա փաստաթուղթ, որոնք քաղաքական ղեկավարների ուրեմն աշխատանքի արդյունքն է, որը կարող է ճանապարհ բացել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար, բայց դեռևս չենք հասել վերջնակետին եւ դրա համար էլ ասում եմ, որ ցանկալի է, որ երկու կողմերը օգտագործեն այս պատեհ ժամը, որպեսզի երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում։ Դա նշանակում է նաեւ, որ մենք պետք է սպասենք, որ այս պայմանագիրը ժամանակին եւ շուտապույտ վերագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Ես կարծում եմ, պարոն նախագահ, դուք Հայաստանում եւ Ադրբեջանում այս տարածաշրջանում երկարաժամկետ ռազմական դիմակայությունից հետո երկար ճանապարհ եք անցել դժվարին եւ սա քաղաքական գործիչների վստահ մարդկանց պետք է ցանկանալ, որ այս բանակցությունների ճանապարհը իր հանգրվանին հասնի եւ խաղաղություն ստեղծվի եւ կայունություն հաստատվի ի վերջո։ Մենք այստեղ շարունակելու ենք այդ մասին խոսել, նաև վաղը չէ մյուս օրը Բաքվում մեր մյուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ խոսել ենք այս մասին։ Ես մեկ անգամ բան նախագահ շնորհակալություն ձեր ընդունության համար եւ խորաթափանց խորը բանակցությունների հանդիպման համար։ Barstens, vielen Dank, dass ich fragen darf. Բարձես, շնորհակալություն հարցի նայության համար, բոլորն են Շպիգելից։ Առաջին հարցս Հայաստանի Հանրապետության նախագահին, մենք խոսեցինք խաղաղության համաձայնագրից, հետաքրքիր էր, քանի Հայաստանում որոշակի վերապահություններ եւ թերավատություն կա, ինչքանով է լուրջ տրամադրված ադրբեջանական կողմը այս համաձայնագրի հետ կապված, ինչքանով եք դուք լավատես, որ այս հուսով եք, որ ժամանակին շուտապույտ կստորագրվի եւ այն կիրագործվի։ Պարոն Շահինարից կուզենամ իմանալ, ինչ եք դուք սպասում Հայաստանից միգուցե, որ դեզի դա տեղի ունենա, որը ինչ-որ ձևակերպեցիք, շնորհակալություն։ Շնորհակալություն։
Մենք հետևողական ենք մեր աշխատանքում խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված։ Մենք ունենք խնդիր խաղաղություն հաստատել տարածաշրջանում եւ կոնկրետ Ադրբեջանի հետ եւ այդ նպատակի հասնելու համար կոնկրետ աշխատանքներ ենք մենք անում։ Այն դժվարությունները, որոնք կան եւ կլինեն, մենք գտնում ենք, որ դրանք հաղթահարելի են եւ ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակ ավարտվել է, հակամարտության ժամանակ ավարտվել է։ Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմելու։ Պատկերացրեք 1980 կարելի ասել 8 թվականից, իսկ ավելի լայնամասշտաբ 1991 թվականից մենք պատերազմական վիճակում ենք։ Ես չեմ ասում մեր տարածաշրջանի մյուս հակամարտությունները։ Եվ այս առումով է, որ մենք հետևողական ենք եւ լավատեսությունը, գիտեք, հիմնվում է իրատեսության վրա։ Մենք իրատես ենք եւ անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը մոտեցնում են իրար։ Եվ մենք շարունակելու ենք այս նույն ոճով եւ նաեւ վստահ ենք, որ կգա այդ օրը, որովհետեւ շատերը չէին սպասում, որ այդ համաձայնագրի շրջանակներում առարկություններ, որոնք կային, կհանվեին, բայց մարտին պարզվեց, որ դա հնարավոր է եւ մենք ունենք հիմա սեղանին դրված պատրաստի փաստաթուղթ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ինչ վերաբերում է ինձ ուղղված հարցին, որպեսզի ավելի մեծ համատեքստում հասկանանք այս հարցը, մենք տետապետ հանդիպան ժամանակ մեր կարծիքները փոխանակեցին, որ վերջին տարիների ընթացքում ամեն տարի հակամարտությունները շատացել են ամբողջ աշխարհում, ավելի դժվար է դառնում ճգնաժամային կառավարումը արդյունավետ կերպով եւ դրանով իսկ բայց ավելի կարեւորվում, որ հակամարտության մեջ որը ռազմական լուծում է ստացել, որի դեպքում կա խաղաղության համաձայնագիր կատարել վերջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը եւ իրագործմանը։ Հետո դուք ինձ հարցնում եք հայկական դիրքորոշման հետ կապված, ես կարծում եմ բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական է դրսևորել եւ որ մեր այս այցը նախապատրաստում դեռևս կային բացարձեր եւ այժմ դրանք չկան այդ խաղաղության համաձայնագրի համար այժմ այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Դառնով Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն եւ այժմ Ադրբեջանի կողմում պետք է ուրեմն բոլոր հնարավոր հրավատությունը վերացնել եւ մարդիկ այս տարածաշրջանում սպասում են, որ երկարժամյա համակարգությունից հետո հակամարտությունը դադարի եւ տնտեսական զարգացումն կախված կլինի քաղաքական կայունությունից եւ այդ առումով շատ լավ հիմքեր, որպեսզի կարող ասել, որ Հայաստանը համար հեշտ չի եղել ավարտել եւ հանգուցալուծման հանգեցրել, կարող շատ երկրներ օրինակ վերցնել այսպիսի ուրեմն գործընթացից, որպեսզի կարող է իր հանգրվանին հասնել։ Deutsche Welle, Roman Goncharenko. Ich habe eine Frage, die betrifft die Zusammenarbeit zwischen Armenien. Roman Goncharenko, Deutsche Welle, վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի հարաբերության նախագահին, ինչպես է տեսնում հեռանկարները, ինչպիսին է շարունակություն լինելու, Հայաստանը խորհրդարանը ընդունել ԵՄ գործընթացի մեկնարկի մասին խորհրդագիր եւ ինչպես է լինելու շարունակությունը։
արդյոք Հայաստանը այնպիսի ճանապարհով է գնալու, ինչպես Ուկրաինան, Մոլդավան, որոնք ասոցիացման համաձայնագիր են ստորագրել որպես միջանկյալ փուլ, եւ հարցս դաշնային նախագահին, ինչպես եք դուք տեսնում այս Եվրամիության ինտեգրման ուրեմն որտեղ են խոչընդոտները, ինչ կարող է Գերմանիան անել, ուրեմն վիզաների ազատականացման հարցում Հայաստանին ինչպես կարող օգնել։ Ինչ վերաբերում է Հայաստանի մերձեցմանը Եվրամիությանը, արդեն մեկնարկային իմ խոսքում ասացի, որ հարգանքով են վերաբերվում, համարձակ քայլին, որ Հայաստանին որոշում է կայացվել, այդ ուղղությամբ հետաքրքրությունը ցույց է դրվել եւ ստեղ կա բարեփոխումներին ուղղված շատ մեծ աշխատանք կատարելու մենք խոսել ենք նաեւ ռեֆորմների անհրաժեշտության մասին եւ ես այնպեսի տպավորություն ունեմ որ մարդիկ շատ իրատեսական պատկերացում ունեն այն երկարության մասին այս ճանապարհի Հայաստանում կա այդ պատկերացումը եւ չպետք է թերահավատության հայտնենք թե ինչ է հնարավոր այս հարցում դուք խոսեցիք Գերմանիայի աջակցության մասին պարոն նախագահ Հայաստանը շատ կալ է նաև Գերմանիայի աջակցության արդարադատական ուրեմն արտադրության համակարգի բարեփոխումների հարցում Եվրամիության հետ հարաբերությունները ոչ մի ասոցիացիան համաձայնագիր է նախատեսվում, այլ գործընկերության օրակարգ այսպես կոչված Ես տեղեկացված եմ, որ բարձր ներկայացուցիչը արտաքին եւ անվտանգության քաղաքականության համար առաջիկայում Հայաստան այցելելու եւ բանակցությունները վարելու, հանդիպումներ ունենալու, այդ առումով տեսնենք թե ինչպիսին կլինեն այդ հանդիպումները եւ ինչպես կարող է գործընկերության օրակարգը ձևակերպվել եւ ընդունվել եւ այդ առումով մերձեցման այս գործընթացին պետք չէ թերահավատությամբ վերաբերվել այդ գործընթացները օգտակար կլինեն Հայաստանի ենթակառուցվածքների եւ տնտեսության համար Դուք ճիշտ, այսինքն հիշեցիք մեկ անգամ եւս, որ անցյալ շաբաթ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունեց օրենքը Եվրամիության մեկնարկի մասին։ Թեկուզ եւ Եվրոպական միության եւ Եվրոպական միության կառույցների եւ Եվրոպական միություն ներկայացնող երկրների հետ աշխատանքը նոր չի մեզ համար։ Մենք վաղուց ենք աշխատում եւ